Թույլ տվեք որդիական խոնարհությամբ վերահոսված, վերաբացված Մայրաթոր Սուրբ Էջմիածնից փոխանցել ձեզ Տեափար Հայրապետի ջերմ խոսքերը, օրհնությունը եւ այն մաղթանքը, որը վերաբերում է այս նախագծին, Հայոց տան կենսունակությանը եւ առաջընթացին։ Մտովի տեղափոխվում ենք լսելով, տեսնելով անունը պատվարժան է եւ մենք մտովի տեղափոխվում ենք մինչև մեր նահապետը, հայոց պետը, մեր հայրենիքի եւ մեր ինքնության ակունքը։ Սուրբ Գիրքը ասում է, այն տունը, որ կառուցված չէ ժայռի վրա, ենթակա է կործանման։ Ես այստեղ տեսնում եմ, որ այդ տան սյուները երեքն են. հավատքը, միասնությունը եւ առաքինությունը։ Իրապես սրանք սյուներ են, որը բխում են մեր ինքնությունից, մեր քրիստոնեական ակունքներից։ Եթե հավատարիմ գտնվենք այս խոսույթներին, վստահ պիտի լինենք, որ այս տունը կանգուն պիտի մնա, ինչպիսի փոթորիկներ լինեն, ինչպիսի հոսանքներ կան, տունը կանգուն պիտի մնա։ Որովհետև ոչ միայն այստեղ խոսքը գնում է այն հիմքին, որ ժայռն է, այլ այն խոսույթներին, այն առաքելությանը, որ միտված է իրականացնի հայոց տունը։ Ուստի մենք մաղթում ենք, որպեսզի այս հայոց տան մեջ ինչ որ տեղի պիտի ունենա, դա պիտի բխի նախ եւ առաջ մեր ինքնությունից եւ մեր ինքնությունը պիտի տանի դեպի մեր ժողովրդի նպատակների եւ ցանկությունների կյանքի կոչելու։ Մեր եկեղեցու նշանավոր հայրապետներից մեկը Ներսես Շնորհալին ասել է. կարևորագույն հարցերում լինենք միասնական եւ միակամ, երկրորդական հարցերում լինենք ինքնուրույն, բայց ամեն ինչում թող մեզ ուղղորդի սերը։ Ես կարծում եմ, որ սիրով առաջնորդվող այս գաղափարները այս տունը կվերածվի Ղրիմյան հայրիկի ասած դրախտի տուն, որը կկարողանա իրականացնել այն ամենը, ինչ որ կուտակված է մեր ներսում։ Իսկ մեր ներսը այսօր շատ խոսուն է։ Մեր ներսում կա շատ բաներ, որ չենք կարողանում արտահայտվել։ Կարծես թե ինչ որ մեզ այսպես չի թողնում, որ մենք լիարժեք ասենք այն ամենը, ինչ որ խորթ է, ինչ որ խոտելի է մեր ինքնությանը։ Ես կարծում եմ, որ հայոց տունը պիտի դառնա շարժիչ ուժը մեր ինքնության։ Աստված թող օրհնի ամենքիդ, որ ձեր մտքերը լուսավոր լինեն, ձեր հայացքները ուղղված լինեն միայն հայակենտրոն եւ գաղափարներով լիքը խորհուրդներ եւ ծրագրեր կյանքի կոչեք։ Թող իրապես այս գաղափարները, որ միտված են հայանպաստ լինելու, հայակենտրոն լինելու եւ պետականամետ, թող Տիրոջ օրհնությունը ձեզ առաջնորդի